Ողջույն, դեմարդեմ այսօր զրուցելու ենք Արամայիս Աղաբեկյանի հետ, բայց մինչ բուն զրույցին անցնել ավանդական խնդրանքս բաժանորդագրվեք իմ ալիքին, խոստանում եմ պարբերաբար ունենալու ենք հետաքրքիր քննարկումներ հետաքրքիր մարդկանց հետ և հերթական հետաքրքիր զրույցը հերթական հետաքրքիր մարդու հետ։ Բարև ձեզ, Արամայիս։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Ի դեպ, ես խուսափեցի ներկայացնել պաշտոն։ Եթե ներկայացնեի պաշտոն, պետք է նշեի Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր։ Այսօր պաշտոն ունեք։ Բավական հետաքրքիր երանգ եք տալիս հարցադրմանը։ Իրականում որպես այդպեսին Արցախի ազգային ժողովը չի լուծարվել։ Ինքը զուտ իրավաբանական տեսանկյունից կա եւ մեկ կարող է տեսնել, որ որոշակի հայտարարություններ լինում են, ավելին համոզված եմ, որ առանց նույնիսկ որևէ ֆինանսական եւ նյութատեխնիկական բավարարման, անգամ առանց շենքային պայմանների, այս մարմինը կարա իր գործունեությունը շարունակի, քանի որ առնվազն աշխարհում, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունում, առնվազն աշխարհում կան երկրներ, որոնք որ երբ որ գալիս են Հայաստանի Հանրապետություն, հանդիպում են այստեղ ազգային ժողովի ներկայացուցիչների հետ, այս վերջերս այդպիսի հանդիպում տեղի է ունեցել, եւ Արցախը որպես առանձին սուբյեկտ զուտ իրավական եւ քաղաքական տեսանկյունից ազգային ժողովը հանգիստ կարող է ներկայացնել եւ այդ առումով կարծում եմ, որ այո, ես բարոյական եւ իրավական քաղաքական իրավունք ունեմ ներկայանալու որպես Արցախի ազգային ժողովի պատգամավոր, իհարկե ոչ այն ֆունկցիոնալ իր ողջ հնարավորություններով, որ եղել է այն ժամանակ, երբ որ Արցախը դեռևս չէր տեղահանվել։ Սա շատ լավ է, որովհետև հարցերի մի մասը հենց այդ ուղղվածությունն է ունենալու, եւ այսպես տարին բավական ակտիվ մեկնարկեցինք ու նաեւ Արցախին վերաբերող թեմաներով բավական ակտիվ սկսվեցինք ու ամենաթարմից սկսենք Բաքվում գտնվող հայ գերիներից։ Շարքում վերջինը Ռուբեն Վարդանյանի, այսպես ասած, դատավճիռն էր, որ հրապարակվեց, այդ առումով ասելիք ունեք։ Ես այս առումով շատ անգամներ եմ արտահայտվել, անգամ երբ որ կար որոշակի հավատ եւ պատկերացումներ, որ այդ մարդիկ կարող են ազատ արձակվել, ես այն ժամանակ այդ հարցազրույցների մեջ ասել եմ, որ ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի գուցե մնացածին ազատ արձակեն, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը դժվար Ալիևը գնա այդպիսի քայլի, որովհետեւ բոլոր առումներով քաղաքական լրջագույն խաղաքարտ է իր համար եւ չի գնալու դրան։ Չգիտեմ, գնահատական տալ այդ իրավիճակին, ինչ որ Ադրբեջանում կատարվում է, մենք տարբեր տեսակի գնահատականներ կարող ենք տալ։ Փաստը մնում է այն, որ վերջին իր երբ ուղիղ հարցադրում են արել, ասել են այդ մարդկանց ազատելու հետ կապված որևէ նպատակ կա, այնպիսի կարմիր գծեր է գծել Ալիևը, նրանց անվանելով, հավասարեցնելով Նյուրնբերգյան դատավարության այդպես մեղադրանքների ֆաշիստների հետ հավասարեցնելով, որ դժվար է պատկերացնել, որ վաղի մյուս օրը այդ մարդիկ կարող են ազատության մեջ լինել։ Ինքը նաև ներքին լսարանի խնդիր ունի, կարծում եմ, այսինքն որոշակի մեղավորների պատժման եւ ժողովրդի համար այդ որոշակի action-ը ապահովելու խնդիր ունի եւ այդ action-ը կներեք, այստեղ թույլ տվեք չհամաձայնել, եթե չեմ սխալվում, հղում եք հանում Ֆրանս 24-ին տված նրա հարցազրույցին, այնտեղ նրա հիմնական մեսիջները հենց արտաքին լսարանի համար էին։ Ես նկատի չունեմ այդ հարցազրույցն, որ action ապահովի, ես նկատի ունեմ ավելի շատ, իհարկե դա արտաքին լսարանի համար է եղել միանշանակ այդ հարցազրույցը։ Նկատի ունեմ ընդհանրապես դատական process-ը։ Այն ինչ որ տեղի է ունենում դատական process, այն ինչ որ ցույց են տալիս, որ տեսեք մենք ադրբեջանցի ժողովրդի հանդեպ իրականացած հանցագործություններ իրականացած մարդկանց այսպիսի դաժան պատիժ ենք սահմանում, շատ-շատերը այդպիսի իրեն թյուր պատկերացում եւ ըմբռնում ունեն, ասում են Ալիևը ներքին որևէ խնդիր չունի եւ ինքը տեղում ինչ ուզում իրացնում է, ինչ որ անում է ամբողջ արտաքին լսարանի համար, ես դրա հետ համաձայն չեմ։ Բազմաթիվ բռնապետություններ, ինչպիսին Ալիևն է եղել ժամանակին, այդպիսի տպավորություններ, որ իրենք ներսում որևէ խնդիր չունեն, բայց իրականում երբ առաջին իսկ հնարավորությունը եղել է եւ ժողովրդական որոշակի ալիք է եղել այդ բռնապետությունները տապալվել են եւ մի բացառեք, որ Ալիևը նաեւ որոշակի ներքին լսարանի համար ինչ որ բաներ կարող է անել եւ
եւ արտաքին պատճառներ կան այստեղ, ես ասացի, որ քաղաքական վրջագույն խաղաքարտեր են այդ մարդիկ իր ձեռքին եւ ներքին կա, որ չեմ կարծում թե այդ մարդիկ համենայն դեպս մոտ ապագայում ազատ կլինեն։ Ընդհանուր այդ թեմային քիչ հետո նորից կվերադառնանք, մինչ այդ, քանի որ թեման սկսեցինք Ռուբեն Վարդանյանով, նրա կենսագրության արցախյան էջը առնվազն ինձ համար հանելուկ էր։ Հաշվի առնելով ձեր կարգավիճակը, ըստ էության տեղեկացված լինելու ավելի մեծ հնարավորություններ ունեք։ Արդյոք ձեզ համար ամեն ինչ պարզ էր, ինչպես Ռուբեն Վարդանյանը հասավ Արցախ, ինչպես հասավ Բաքու եւ ինչպես է որ նա փաստորեն մնաց Բաքվում։ Չնայած առաջին հայացքից թվում էր, թե այնտեղից դուրս գալու բոլոր հնարավորությունները նա պետք է որ ունենար, հաշվի առնելով իր կարգավիճակը, իր այսպես ասենք ծանոթների շրջապատը եւ այլն։ Տեսեք, իրականում Ռուբեն Վարդանյանը, եթե ոչ անձամբ Ռուբեն Վարդանյանը առնվազն իր շրջապատի ներկայացուցիչները փորձ էին անում, երբ որ ինքը եկել էր Արցախ, ցույց տալու, որ սա ոչ միայն անհատապես Ռուբեն Վարդանյանի որոշումն է, այլև սրա մեջ կա նաև որոշակի աշխարհաքաղաքական ուղղություն եւ դերակատարություն։ Չգիտեմ, եղել է թե չի եղել, սա դժվար հարցադրում է եւ արդյոք այդ աշխարհաքաղաքական ուղղությունը այն ինչ որ խոսել է Ռուբեն Վարդանյանի հետ իրականացրել է, թե չգիտեմ ինչ որ մի բան է խոստացել, բայց այդ խոստացածը չի իրականացել։ Սրանց էս հարցեր են, որոնց պատասխանը որ կարծում եմ որ Ռուբեն Վարդանյանը միայն կարող է տալ։ Ասենք ավելի պարզ, ասում էին, որ Ռուբեն Վարդանյանը եկել է Ռուսաստանից կոնկրետ երաշխիքներով։ Ես էլ եմ դրա մասին խոսում, այո։ Հենց այդ երաշխիքների մասին է խոսք։ Արդյոք այդ երաշխիքները եղել են թե չէ։ Սա մեծ հարց է, որովհետև ինքը ուղիղ երբևիցե չի խոսել այդ երաշխիքների մասին, այլ ընդհակառակը միջև վերջ խոսել է, որ դա իր անձնական որոշումն է, որ ինքը այդպես որոշել է իր կյանքի այս մի հատվածն էլ նվիրել հայրենիքին, այսինքն այս կտրվածքով է եղել ամբողջ խոսակցությունը։ Ես իհարկե հավատում եմ, որ այդ հայրենասիրական ոգին Ռուբեն Վարդանյանի մեջ կար, բայց մենք տեսանք օրինակ, երբ որ էլի հայ գործարար փորձեց իր հայրենասիրական մղումները Ռուսաստանում դրսևորի, այսպես ասենք, եւ ինչ ավարտ ունեցավ նրա կենսագրությունը։ Խոսքը Լևոն Հայրապետյանի մասին է։ Ռուբեն Վարդանյանը բավական համարձակ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվեց, եկավ Արցախ, բայց նրա, այսպես ասենք, բիզնեսների ոչ փոքր մասը շարունակեց մնալ Ռուսաստանում։ Եվ այնպես չէ, որ ինքը հետապնդվում էր Ռուսաստանում։ Ռուսաստանը ավելի փոքր մեղքերի համար շատ մարդկանց չէր ներում։ Հասկացա ինչ եք ասում, բայց եթե ուշադրություն դարձնենք սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, մի շատ կարևոր փոքրիկ հարցազրույց կար Ռուբեն Վարդանյանի արդեն Ադրբեջանի կողմից հարձակումից հետո, խոսքը 23 թվականի հարձակման մասին է։ Ինքը հարցազրույց է տալիս եւ ասում է, որ ռուսական կողմը դավաճանել է մեզ։ Ռուբեն Վարդանյանը այդպիսի արտահայտություն է անում, այդ հարցազրույցը կա կտոր, տեքստային կտոր։ Ես տեղադրել եմ Facebook-յան էջով, դա չեմ կարծում, թե երաշխիքներ տված որոշակի քաղաքական երաշխիքներ տված երկրին եւ այդ երաշխիքները իրականացրածին Ռուբեն Վարդանյանը կասել, որ Ռուսաստանը Արցախին դավաճանել է։ Լսեք, եթե երաշխիքների մասին խոսենք, նույնիսկ բանավոր երաշխիք չէ, ամբողջ Արցախի բնակչությունը ուներ գրավոր երաշխիք Ռուսաստանից։ 20 թվականի նոյեմբերի փաստաթուղթը գրավոր երաշխիք էր արցախցիներին, որ Արցախի չգրավված տարածքը մնում է ռուսական զորակազմի պատասխանատվության գոտի։ Ու այսօր Բաքվում գտնվողների մեծ մասը, գուցե հենց բոլորն էլ բռնվել, գերի են տարվել Ռուսաստանի պատասխանատվության գոտուց։ Այսպես ասենք, կարող ենք պայմանական ասել Մոսկվայի մի ինչ-որ արվարձանից։ Ի վերջո դա էլ է ռուսական պատասխանատվության գոտի, Արցախի այդ տարածքն էլ էր ռուսական զորքերի պատասխանատվության գոտում։ Ու դրա տակ կար ստորագրություն։ Միանշանակ ձեր հետ համաձայն եմ, այս խոսքը այդտեղ երաշխիքներ ասելով ես նկատի ունեի հենց անձամբ Ռուբեն Վարդանյանի քաղաքական երաշխիքները տեսանկյունից, որ ինքը գնում է այնտեղ եւ մեկ որոշակի հաջողություն է ապահովում։
ում, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ռուսական կողմը անվտանգային երաշխիքներ վերցրել էր իր վրա, բայց քաղաքական երաշխիքներ չէր վերցրել։ Այստեղ շատ կարևոր այդպես տարանջատում պետք է անել։ Ավելին ասեմ, դուք մոռանում եք, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո փաստացի դիմել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն ժամանակ հիմնական մասը, որոնք գտնվում են Հայաստանում, իր բանավոր խոսքով ապահովելով, որ ժողովուրդ ջան, ամեն ինչ անվտանգ է լինելու, մեր խաղաղապահները գալու են, հանգիստ կարող եք վերադառնալ։ Այսինքն նույնիսկ այս մակարդակով է երաշխիքներ եղել։ Չեն պահել իրանց երաշխիքներ, իհարկե չեն պահել, սրա մասին որևէ երկրորդ, երրորդ կարա լինի։ Այդպես ռուսական ուղղվածության քաղաքական ուժեր կարան ասեն, որ գիտեք ինչ, ռուսները հրաշք են, պուպուշ են, ամենալավն են եւ իրենց խնդիրները լուծել են։ Շատ դեպքերում այսպեսի հիմնավորում են ներկայացնում, որ տեսեք խաղապահ առաքելությունը պատերազմին խառնվելու, ռազմական գործողությունների մասնակցելու լիազորություն չուներ, դրա համար էլ մենք մեզ այդպես ենք պահել։ Այսինքն հիմնական հիմնավորումը իրենց որպես այդպեսին դա է լինում, որ մենք ոչ ենք եկել ձերտեղ կռվելու եւ պատերազմելու։ Բայց այն որ խաղաբնակություն եկել հասել է այդտեղ ձեր անվտանգային երաշխիքների եւ փաստաթղթում առնվազն 5 տարվա երաշխիք եք տվել դուք։ Այսինքն խոսքը նույնիսկ առաջին իրենց ժամանակահատվածը չավարտված է սա process-ները տեղ ունեցավ։ Ես ու դուք գիտենք, որ այդ ամեն ինչի հետևում այնպես չի, որ ռուսական կողմը եկել է Լեռնային Ղարաբաղ համոզմունքով, որ ինքը 3 տարից հետո դուրս է գալու։ Չէ, դրանք արտաքին քաղաքական ավելի շատ այլ ճակատում տեղ ունեցող իրադարձություններով պայմանավորված միտեղ զիջելու, միտեղի դիմաց միտեղը զիջելու քաղաքականություն ա եղել, իրենք իրականում դուք շատ ճիշտ եք ասում, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկել են որպես իրենց արվարձան, եւ միտեղից մի քիչ հետ են գնում, մյուս տեղում որոշակի համաձայնություն են գալիս ինչ-որ կողմերի հետ, եւ հենց դա էլ տեղի ա ունեցել։ Տեսեք, մի փոքր խառը իրավիճակում ենք այսօր հայտնվել, Ռուսաստանի պատասխանատվության գոտուց հայ են տարել գերի Բաքու, բայց մենք ակնկալում ենք, որ ամերիկացի Վենսը պետք է գնա Ալիևի վրա մատ թափտա եւ ասի գերիներին արձակեք։ Մեր ակնկալիքները ինչքան են իրական։ Չէ, տեսեք, Վենսը այս պարագայում հանդիսանում է նաեւ մեկ ուրիշ երաշխավոր։ Այսպես իհարկե այդ երաշխավորման փաստաթուղթ չկա եւ ավելի շատ խոսքը գնում է անձնական դերի եւ նշանակության հանձին Տրամպի, որ հուշագիր ստորագրել է տալիս երկու կողմերին, թփթփցնում է Նիկոլի ոտքին, չգիտեմ, Ալիևին է ասում, որ քոնոման աշխարհում չկա։ Այստեղ խնդիրը այն է, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում այս պահին իր վրա վերցրել է հիմնական խաղաղություն կառուցողի դերը, որ ես եմ այստեղ խաղաղություն այլևս ես եմ կառուցում։ Խաղաղություն կառուցում ես լավ ես անում, եթե խաղաղություն ես կառուցում, ուրեմն կառուցողը նաև ամբողջի համար է պատասխանատու եւ այդ խաղաղության կոնստրուկցիայի մեջ առանձին դետալ է իրենից ներկայացնում, որևէ կողմում գերի չունենալը։ Հիմա դրանից ելնելով Վենսին այդպես, չգիտեմ, դեր եւ նշանակություն տրվում ենք անում, որ եղբայր դու ձեր վրա առաքելություն եք վերցրել, այդ առաքելությունը իրականացրեք նաև այս ուղղությամբ։ Այնպես չի, որ Վենսը հրաժարվել է գնալ եւ Ալիևին այդ թեման բարձրացնել, եթե դա ինքը իմանար, որ դա հետառնչություն չուներ, ինքը չէր բարձրացնել այդ թեման։ Փաստացի, որ լրագրողը Ալիևին հարցնում ասում, այո, քննարկել ենք այդպիսի հարց եւ փաստացի այո, եթե հիշում եք, նաև բանն է ասել, Տրամպն է ասել, որը պարտադիր կերպով մենք ոնց որ կդիմենք մեր քրիստոնյա եղբայրներին այնտեղից բերելու համար։ Ճարտարապետը պատասխանատու է ամեն ինչի համար։ Եթե ինքը իր վրա վերցնում է խաղաղության ճարտարապետի դերակատարությունը, այո, մենք կարող ենք իրենց ինչ-որ բան պահանջել։ Ընդհանուր Վենսիայից ինչպես եք գնահատում։ Ինչ տվեց Հայաստանին, տարածաշրջանին, շատ ենք սիրում համեմատել ավելի շատ ով շահեց այդ այցից Հայաստանը թե Ադրբեջանը։ Կարծում եմ ավելի շատ շահեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև քաղաքական երաշխիքներ ստացավ ընտրություններից առաջ։ Այո, ընտրություններից առաջ որոշակի քաղաքական երաշխիքներ ստացավ, սիմպաթիա, ուղիղ արտահայտված սիմպաթիա ստացավ, որ մենք կցանկանայինք, որպեսզի շարունակեինք աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ։ Լսեք, Փաշինյանը մաստեր կլաս է ցույց տալիս, ինքը փաստացի ըստ էության բոլորի սիմպաթիան էլ, այսպես ասենք, բռնել է։ Այնպես չի, որ Պուտինը ասում է չեմ ուզում տեսնել Փաշինյանին։
Այո, առնվազն ուղիղ անտիպատիա ռուսական կողմից ես չեմ տեսնում, եւ երբ որ այդպես ռուսներին տեր Աստված ընկալող եւ ընդունող քաղաքական գործիչների հետ խոսակցություն եմ ունենում եւ Փաշինյանին ներկայացնում են որպես ամենավերջի հակառուսը, միշտ այդ հարցադրումը ասում եմ, եթե ձեր պաշտոնական մակարդակով ձեր համար Ռուսաստանը Սալավյովն է, ապա ես լրջագույն խնդիր եմ տեսնում այստեղ, որովհետեւ առնվազն Լավրովի մակարդակով, առնվազն Պուտինի մակարդակով մենք չենք տեսնում իրավիճակ, որտեղ որ Փաշինյանին ներկայացվում է օրինակ այնպես ինչպես որ ներկայացվում է Զելենսկին, կամ ինչպես ժամանակին օրինակ վրացական կողմից ներկայացվում է Սաակաշվիլին, չնայած այնտեղ էլ որոշակի էլի ոչ միանշանակ հարաբերություններ էին։ Փաշինյանը ռուսական կողմը, այսպես ասեմ, տրիպի մասով առնվազն, տեսեք անգամ տրիպի մասով, ասում է, որ մենք ուզում ենք մասնակցել։ Իրենք չեն ասում, որ մենք դեմ ենք, որովհետև ես չեմ տեսել, որ ռուսական կողմը ասի, որ տրիպը անվտանգային խնդիրներ է ստեղծում տարածաշրջանի համար եւ այլն, այն դեմ է ռուսական շահերին եւ մեզ հանում է, տեսեք ասում եմ, պաշտոնական, փորձագիտական մակարդակով, հա, շատ տեսակետներ կան, բայց պաշտոնական բարձր մակարդակով այսպեսի տեսակետ չեմ հանդիպել։ Փաշինյանի խնդրեմը գիտեք ինչի մեջ է, ինքը բոլորի սիմպաթիան եւ բոլորի այդ պայմանավորվելու դրսում կարող է իրականացնել։ Պարզապես խնդիրը այն է, որ ամեն անգամ այդ սիմպաթիան ստանալու արդյունքով Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահն է ինչ որ առումով տուժում, որովհետեւ նույն տրիպը այսօր քաղաքական գործիչները հայաստանյան, չգիտեմ, երևի ինչ որ քաղաքական հաշվարկներ ունեն, դրանից հետո փաստացի որևէ մեկը տրիպի նկատմամբ բացասական վերաբերմունք չի ասում։ Բոլորն ասում են, որ հա, լավ է, բայց չեն ասում, որ ինչ որ խնդիր կա այստեղ։ Լսեք, տրիպի մասին կարող ենք օրերով խոսել ու թեման չի ավարտվի, բայց վերադառնանք իմ հարցին, Վենսի այցից Հայաստանը շահեց թե Ադրբեջանը։ Հենց այդ խորհրդի մեջ է եղել Վենսի այցելությունը, որովհետև եթե տրիպ չլիներ, Վենսը չէր այցելի։ Բնականաբար։ Ինչու եմ ասում, որ շատ կարևոր է, որ ձեր հարցադրման պատասխանը ուղիղ առնչություն ունի տրիպի տվածից կամ չտվածից մեզ։ Ինքը Հայաստանի համար չեմ կարծում, թե ինչ որ աշխարհացունց իրադարձություն էր։ Ավելին կարծում եմ, որ հիմնական հենց ուղղությունը հենց այդ տրիպ կոչվածն էր, որը որ մեծ ազդեցություն Հայաստանի համար մեծ նշանակություն կունենար, եթե ինքը հավասարազոր նշանակություն ունենար եւ հավասարազոր լինել Ադրբեջանը դրսի հետ կապվելու տեսանկյունից, Հայաստանն էլ դրսի հետ կապվելու տեսանկյունից։ Այսինքն տրիպը ինչ որ մի առանձին որոշակի ստատուս ունեցող ճանապարհ է, որը երաշխավորում է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապ։ Իհարկե, այստեղ ասում են, որ ինքը լինելու է մեծ տրանսպորտային կապի հանգույց եւ այլն, բայց պարամետրեր դեռևս չկան։ Ես չեմ կարող ասել, որ այս պահին սա Ադրբեջանի համար է ավելի շատ, թե Հայաստանի համար է ավելի շատ։ Միայն մի բան կարամ ասեմ, տարածաշրջանում կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այս պահին ավելի թանկարժեք գործընկեր է Ադրբեջանը, որովհետև ինքը գիտի, որ Հայաստանը իրավիճակում չի, որ իրեն ներկայացված քաղաքական պահանջները չկատարի, բայց Ադրբեջանը այնպիսի իրավիճակում է, որ կա որոշակի քաղաքական առումով պոչ շարժելու հնարավորություն։ Եկեք հիշենք ոնց էր օրինակ Ալիևը ժամանակին խոսում Բայդենի վարչակազմի հետ։ Եվ ինչպես էր պաշտպանություն ստանում այդ առումով Էրդողանյան իշխանությունից։ Եվ իրենք իհարկե Ադրբեջանի հետ պայմանավորվելուց ավելի այլ մակարդակում են փորձում պայմանավորվել, նախ որովհետև նաև մեծ եղբայր ունեն, քաղաքական առումով մեծ եղբայր ունեն, բայց որն էր ավելի ձեռնտու, կարծում եմ վերջնական բան չենք կարող ասել, որ դա հենց Հայաստանի համար է ավելի շատ ձեռնտու թե Ադրբեջանի։ Կարծում եմ տրիպը այս պահին ավելի ձեռնտու է Ադրբեջանի, եթե այսպես պատասխանենք հարցին։ Տրիպը ինձ թվում է ավելի շատ ձեռնտու է Ամերիկային։ Դե հարցադրումը այստեղ Հայաստանին թե Ադրբեջանին էր։ Եթե այո, խոշոր հաշվով վերցնենք ընդհանրապես ուրիշ ձեռնտու, այո, իհարկե ամերիկացիներին է, իրենք տարածաշրջանում ազդեցության լծակ են ստանում։ Իհարկե իրանց է ձեռնտու։ Վենսի այցից հետո Ալիևը հայտնի հարցազրույցում այդ Ֆրանս 24-ին տված խոսեց նաև հայերի Արցախ վերադառնալու հեռանկարների մասին։ Ասաց, որ միանգամայն հնարավոր է համարում դա, բայց
Նու բայցը դեռ թողնենք մի կողմ, Ալիևը ասաց, որ հնարավոր է հայերի վերադարձը Արցախ։ Որպես ազգային ժողովի падգամավոր, ինչ կասեք դուք։ Ես չէի ցանկանա, որ դուք բայց թողեք մի կողմ, որովհետև այդ բայցը այդտեղ շատ մեծ նշանակություն ուներ։ Բայցին կանդրադառնանք։ Դիմացը այն ինչ որ ինքը ներկայացնում է, որ տեսեք բանը ադրբեջանցիներն էլ պիտի վերադառնան եւ ձևակերպում արևմտյան Ադրբեջանի։ Այս դեպքում ինքը պատկերացրեք արևմտյան Ադրբեջան չասաց, ասաց Հայաստանի այսօրվա տարածք։ Դե այս անգամ չասաց, ինչ տարբերություն է, իրենց համար որպես քաղաքական օրակարգ է դա, իրենք այդ են պատկերացնում եւ հավասարության նշան են դնում։ Տեսեք, եթե ախր Լեռնային Ղարաբաղում էր էլի հայ ժողովուրդը, եթե Ադրբեջանի տարածքում ապրելու եւ այնտեղ անվտանգության երաշխիքներ զգալու հնարավորություն լիներ, դուրս չէր գա, չէր տեղահանությունը տեղի չէր ունենա, որովհետեւ տեղահանության հիմնական պատճառը հենց ֆիզիկական բնաջնջման վտանգն էր, որ մարդիկ այնտեղից դուրս եկան։ Մարդու իրավունքների իրացման անհնարինությունն էր, որ մարդիկ այնտեղից դուրս եկան։ Տրամաբանական եւ հասկանալի է, որ Ադրբեջանը չի համաձայնվելու, որ այս պահին այս կոնֆիգուրացիայով Լեռնային Ղարաբաղը որոշակի կարգավիճակ ունենա եւ այդ կարգավիճակը ապահովի այնտեղի ժողովրդի անվտանգությունը։ Սա իհարկե ավելի շատ ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ուղղված խոսք էր, այլ միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե ինքը ինչքան ժողովրդավար է, միջալոց նույն քաղաքականությունը նաև արվել էր միջև տեղահանություն, երբ որ եղել է, որ տեսեք մենք շատ այդպես վիզ ենք դնում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ խոսանք իրենց այդ բառն էլ արդեն գլխիցս դուրս է եկել է, որպեսզի ձուլում հայերեն տարբերակ, որպեսզի ձուլումը կազմակերպենք մեր ինտեգրացիան, կներեք ինտեգրացիոն գործընթաց։ Կախարդական բառը։ Ինտեգրացիոն գործողությունների գործընթացների կարողանան կազմակերպել միաժամանակ նույն ընթացքում հոգեբանական, ֆիզիկական տերորի ենթարկելով տեղի ժողովրդին։ Այսքանը այդ օրերը ես հիշում եմ, բայց արդյոք մենք պատրաստ ենք նման սցենարների։ Այսօր Ալիևը կես բերան ասած հարցազրույցում, վաղը ենթադրենք ինչն է խանգարում, որ ներկայացնի մեծ ծրագիր ու այսպես լավ գովազդված ծրագիր, որ ինքը պատրաստ է ընդունել հայերին, Հայաստանից հեռացած ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան Հայաստան։ Արդյոք մենք ազգովի պատրաստ ենք նման սցենարների, այսինքն ինչ ենք մենք պատասխանելու, չեմ ասում արդեն կա իրողություն եւ պետք է անենք։ Ինչ ենք անելու։ Ավելին ասեմ, եթե անգամ մենք հրաժարվենք վերադառնալ Արցախ, այդ չի նշանակում, որ իրենք հրաժարվելու են ասելու, որ իրենք դեպորտենց ադրբեջանցիները չեն գալիս Հայաստանի Հանրապետություն։ Այս էլ պետք է հաշվի առնել։ Ինքը նաև հենց այդ դրան ձգտում է, որ հավասարության նշան դնի եւ ասի, տեսեք, որ ես փոփուշ եմ, լավն եմ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այս պահին ասում են, որ կա ներքին պայմանավորվածություն, որ եթե մենք չենք բարձրացնում այս մյուս կողմ վերադարձի հարցը, իրենք չեն բարձրացնում դեպի այս մյուս կողմ վերադարձի հարցը։ Լսեք, արցախցիները միշտ տուժում են այն ժամանակ, երբ մտնում են մի վեճի մեջ, որը իրենց չի վերաբերվում։ Եթե Ադրբեջանը խոսում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին, ինչու Հայաստանը չի խոսում Ադրբեջանից հեռացած հայերի մասին, որոնք մի քանի անգամ ավելի շատ են, քան Հայաստանից հեռացած ադրբեջանցիները։ Ուզում եմ ասել, այդ ամենի հետ ինչ կապ ունի Արցախը։ Իհարկե դուք միանշանակ ճիշտ եք, որ կա այդպիսի 88 թվականից սկսած տեղահանության մեծ ավելի մեծ քան Լեռնային Ղարաբաղից է տեղահանումը տեղի ունեցել, մի քանի անգամ մեծ։ Դե գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսօր բռնել է այնպիսի ուղղվածություն, որ չվնասենք։ Մենք ինչ խոսում ենք, ամեն ինչ այն կտրվածքով խոսենք, որ խաղաղության process-ին չվնասենք։ Այդ բերում է նրան, որ ադրբեջանական կողմը կարողանում է իր թեզերը առաջ տանել եւ այդ թեզերին պատասխանել որպես այդպեսին չկա։ Ես անհատապես որպես Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պատասխանեցի, որ ինչ է լինելու մեր պատասխանը, որ չկան անվտանգության երաշխիքներ, խնդիր չկա, մենք պատրաստ ենք վերադառնալ։ Եթե լինեն անվտանգության երաշխիքները, հաստատ ոչ ադրբեջանական կողմից։ Եթե լինեն անվտանգության երաշխիքները, դեպքում անգամ բանից հետո, տեղահանությունից հետո մենք այդպիսի բավականին ծավալուն 5 կետից բաղկացած նամակ էինք ձևակերպել եւ Եվրոմիությանը, եւ Եվրոպարլամենտին,
եւ առանձին դեսպանատներին, որ այսպիսի հասարակական կազմակերպությունների մակարդակով, որ այսպիսի XY տվյալների եւ պարամետրերի պարագայում այո Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը պատկերացնում է, որ կարա լինի վերադարձ։ Մնացած պարագաներում հարց է առաջանում, եթե այնտեղ կա այդ անվտանգության երաշխիքների ժողով դուրս է եկել ինչ այն։ Այնա կմնար կապրել էլի այդ անվտանգության երաշխիքներով։ Եթե դուրս է եկել, ուրեմն խնդիր կա, չէ՞։ Այսինքն խելքը գլխին մարդը երբեք իր տունը տեղը չի թողի դուրս գա, եթե իմանա, որ միտեղ իր համար անվտանգության երաշխիքներ կա։ Ուրեմն չի եղել, չէ՞ անվտանգության երաշխիք։ Որտեղից հայտնվեց։ Այս իրավիճակում արդյոք վտանգավոր չեք համարում արցախահայությանը Ադրբեջանի այս շրջանակի հետ հավասարության մեջ դնելը։ Ինքը արդյոք պետք չի այն գլխից կտրել, որ Արցախը այդ համեմատության մեջ ոչ մի կապ չունի, սա լրիվ ուրիշ թեմա է։ Իհարկե պետք է այդպես անել, բայց դա պետք է անի Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Այսինքն միայն այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների շրջանակում է, որ կանգնի ասի ժողովուրդ, ադրբեջանցիները երբեք ԱԴԽՍՀ տարածքում կարգավիճակ չեն ունեցել։ Չի եղել, չէ՞, այսինքն եղել է Լեռնային Ղարաբաղ, որը որ ադրբեջանական ԽՍՀ տարածքում ունեցել է կարգավիճակ։ Բայց Հայաստանի Հանրապետությունում չի եղել ինչ որ մի տարածք ադրբեջանական բնակեցված, որը ունեցել է առանձին կարգավիճակ, չի եղել, չէ՞։ Բայց այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը փաստացի իրենք են համաձայնվում այդ հավասարության նշանին։ Ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, բայց քանի որ նշում եք, որ ունենք ազգային ժողով եւ ունենք որոշ կառույցներ, որ դեռ պահպանվում են Արցախի Հանրապետությունից, հասկանում ենք, սպասենք, որ Հայաստանի իշխանությունը իր կողմից աշխատի, բայց մեր կողմից էլ որևէ արձագանք այդ զարգացումներին չտեսա։ Գուցե ես եմ բաց թողել, բայց ամեն դեպքում հանրային մակարդակում գոնե բաց հարթակներում չհանդիպեցի, որ Արցախից որևէ կառույց հակադարձել է Ալիևին եւ ասել է մենք այդ համեմատության մեջ չկանք։ Սխալ է համեմատել Արցախից տեղահանվածին եւ ենթադրենք Մասիսի գյուղերից մեկից հեռացած ադրբեջանցուն։ Կարգավիճակները եւ իրավիճակը բոլորովին այլ է։ Դա Արցախի Հանրապետության իշխանությունների պատասխանատվության գոտին չի է։ Դուք կարաք Արցախի Հանրապետության իշխանություններին օրինակ մեղադրեք, ասեք ինչի չեք ասում, որ այդ վերադարձը որպես այդպեսին մեր համար անընդունելի է, օրինակ եմ ասում։ Չնայած այն պարագայում, որ Արցախի Հանրապետության իշխանություններից տարբեր մակարդակներով եղել է այդ վերադարձի պատկերացումները, ինչպես է մենք պատկերացնում վերադարձը։ Արցախի իշխանությունները չեն կարող Հայաստանի Հանրապետության իշխանությունների փոխարեն պատասխանել Ադրբեջանին, որ ինչու եք դուք հավասարության նշան դնում։ Այսինքն այս հավասարության նշանի խնդիրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության տիրույթում է, որ ինքը հանդիպման ժամանակ ասի, բա գիտես ինչ, եթե դու ասում ես, որ Ադրբեջանի տարածքից այսքան տեղահանված է եղել, այսքան էլ Հայաստանի տարածքից է տեղահանված եղել։ Հա, հայ ժողովրդից է, հայերից է տեղահանված եղել։ Այսինքն այս կտրվածքով պետք է իրավիճակին նայել, որովհետև ինքը փաստացի Հայաստանի զուտ ֆորմալ առումով է նկատի ունեմ, իշխանությունների իրավաբանական առումով, զուտ փաստաթղթաշրջանառության առումով, որովհետև իմ համար Արցախը Հայաստանի հետ տարբերակող որևէ երանգ չկա եւ դրա մասին շատ անգամներ խոսել եմ, որ քաղաքական առումով եթե նույնիսկ բռնել էին ճանապարհ, որ Արցախի անկախություն ճանաչում ենք, հետո Հայաստանին միացնենք, ապա տրամաբանական քայլը պետք է լիներ անմիջապես Արցախի ճանաչումը կամ էլ միացում եւ վերջ։ Բայց զուտ իրավաբանական տեսանկյունից այո, այսպիսի բաներ կան, որոնք որ Արցախը չի կարող Հայաստանի Հանրապետության փոխարեն պատասխանել։ Ձեր դիրքորոշումն էլ է պարզ, բայց այս զարգացումները հաշվի առնելով կարող ենք կանխագուշակել ինչ է լինելու հետագան։ Հաշվի առնելով, որ կառուցվում է խաղաղություն, Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա այս թեման քննարկելուց, խոսույթը կամրապնդվի ու մի 10 տարի հետո, եթե նորից հարցազրույց անենք, արդեն կխոսենք, կհիշենք, թե ինչպես պատահեց, որ Արցախից տեղահանվածներն ու, ասենք, Մասիսի մի գյուղից հեռացած ադրբեջանցին հայտնվեցին հավասար հարթությունների մեջ։ Այս պահը ֆիքսենք ու 10 տարի հետո նորից այդ թեմային անդրադառնանք։ Գիտեք երբ դարձան հավասար։ Այն ժամանակ, երբ որ Մինսկի խմբի իրավական տեսանկյունից նկատի։
Երբ որ եղավ Հայաստանի Հանրապետության կողմից պատրաստակամություն Ադրբեջանի հետ համատեղ Մինսկի խումբը ցրելու։ Այսինքն այսօրվա դրությամբ զուտ իրավական տեսանկյունից չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կոնֆլիկտ։ Ներողություն, Լեռնային Ղարաբաղի խնդիր, Ղարաբաղյան կոնֆլիկտ այս պայդրությամբ չկա, որովհետև Ղարաբաղյան կոնֆլիկտի երկու կողմ եղել է Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը։ Երկու կողմը գնացել են աշխարհին ասել, տղեկ, մենք այդ կոնֆլիկտը այլևս չունենք։ Կարիք չկա ինչ-որ միջազգային կառույց պահելու, որ այդ կոնֆլիկտով զբաղվի։ Այդ տեսանկյունից այո, հավասար են։ Եթե կոնֆլիկտ գոյություն չունի, ապա ինչ տարբերություն Մասիսից տեղափոխված ադրբեջանցու եւ Ստեփանակերտից տեղափոխված հայի միջեւ։ Կարող եք ասել, ինչ տարբերություն։ Եթե կոնֆլիկտ գոյություն չունի, ո՞րն է տարբերությունը։ Եթե Հայաստանի Հանրապետությունն է կոնֆլիկտի կողմը եւ Ադրբեջանի Հանրապետությունն է կոնֆլիկտի կողմը, աշխարհն էլ արձանագրել է այդ կոնֆլիկտը, ստեղծել է մարմին։ Այդ երկուսը գալիս ասում են, տղեկ, մենք այդ խնդիրը չունենք։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանինն է։ Այս ընթացքում էլ ինչքան կոնֆլիկտը եղել է, մենք ենք սխալ եղել։ Ուղիղ ասում են այդ մասին, մենք ենք սխալ եղել, ախպեր Ադրբեջանինն է։ Հիմա ինչ տարբերվում է։ Ադրբեջանցին, որ կանգնում ասում է Մասիսից տեղափոխված բանը ադրբեջանցին եւ Ստեփանակերտից տեղափոխված հայը համահավասար են։ Այս փիլիսոփայության մեջ ի՞նչն է սխալ ասում։ Շատ լավ, անցնենք առաջ ու առջևում ընտրություններն են։ Ընտրություններ Հայաստանի Հանրապետությունում։ Ինձ թվում է այս ընթացքում եւս արցախցիների թեման առնվազն կշոշափվի։ Այս ընտրություններից ինչ կարող է ակնկալել արցախցին։ Տեսեք, դե կա քաղաքական տարբեր խոստումներ, հատկապես արցախցիների մասով։ Ես էլ ժամանակի մի քանի անգամ դիմել եմ, որ այդ հեքիաթներն ու լոլորները, որ պատմում եք, թողեք մի կողմ, այսօր արցախցիների համար ավելի շատ հետաքրքիր է գետնի վրա իրական իրենց սոցիալական խնդիրները եւ ինչպես եք դուք պատկերացնում, որ տեղահանված մարդկանց տեղում խնդիրները ինչպես պետք է լուծվի։ Այս պահին կա երկու քաղաքական միավոր, որոնք իրենց պատկերացումները հստակ կոնկրետ ներկայացրել են մեր մասով, առնվազն եւ ներքին եւ արտաքին քաղաքական տեսանկյունից։ Մեկը քաղաքացիական պայմանագիրն է, որ նաև իրացնում է իր պատկերացումները, հանձինս նրա, որ պետք է տեղում փորձեն հայկական հասարակության մեջ իրենց տեղն ու դերը գտնել, աշխատանք գտնել, մենք էլ կապահովենք, որ սերտիֆիկատները իրացնեն, ու մնացածը իրենց գործն է, իրանք գիտեն իրենց խնդիրները։ Այդ քաղաքականության արդյունքը այն է, որ պաշտոնական մակարդակով 14000, վերջին թվերին ծանոթ չեմ, բայց իմ կարծիքով 20000-ն անց է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ այլևս Հայաստանի Հանրապետության տարածքում չեն ապրում։ Կա երկրորդ մոտեցումը, որ ներկայացրել է մեր ձևով շարժումը, որը ասում է, որ պետք է Երևանա մեր շրջանում բնակավայրեր կառուցվեն եւ այդ բնակավայրում թաղամաս բնակավայր, որտեղ որ պետք է արցախցիները տեղավորվեն եւ պետք է որոշակի նաեւ հնարավորություններ ստեղծվեն այդ մարդիկ իրացնեն իրենց պատկերացումները։ Իմ համար զուտ որպես արցախցի, ես քաղաքական չեմ նայում այս պահին, այլ զուտ որպես արցախցի եւ Արցախի ներկայացուցիչ կարծում եմ, որ քանի որ նաեւ ես էլ եմ եղել այդ գաղափարի կրողը եւ ժամանակին բազմաթիվ անգամներ դրա մասին խոսել եմ, որ մշակութային ինքնության պահպանման, տեղում մնալու, հետագայում քաղաքական խաղակարգ ցույց տալու համար այո բնակավայր ունենալը շատ կարեւոր է, որովհետեւ ես ձեր անցած հաղորդումը նայեցի, շատ հետաքրքիր եւ ճիշտ ընդգծում արեցիք, որ մենք մեր փախստականներից ազատվելու քաղաքականություն ենք վարել եւ որպեսզի այդ հերթական փախստականների ազատվելու բանը չլինի, հենց այդպիսի մոտեցումն իմ համար իհարկե ընդունելի է։ Ինչ սպասել ընտրություններից, անկեղծ ես չեմ պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանը պարտվելու է այս ընտրություններին։ Ես այդպիսի սպասելիքներ չունեմ։ Կտեսնենք էլի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մաղթում եմ ավելի լավ տրամադրություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ դեմարդեմ այսօր զրուցեցինք Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի հետ։ Հրաժեշտից առաջ կրկնեմ խնդրանքս, բաժանորդագրվեք հիմա լիքին,
խոստանում եմ հաջորդ թեմաները պակաս հետաքրքիր չեն լինի։ Իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։